Իսկ Դավիթ Համբարձումյանի շուրջ կգան, ԿՊ-ից էլ կգան։ Ինքը այն մարդն է, այն տղեն է, որ իր շուրջ ԿՊ-ից էլ կգան կկանգնեն, բայց համար մեկ քայլը պետք է լինի Հայաստան դաշինքը միանա, նոր իրանք կան։ Նշեցիք նաև, որ դրսում մարդիկ պետք է շատ հավաքվեն, բայց հիասթափություն կա, կարծես թե մարդիկ։ Շարժը հենց եղավ, հիասթափությունը կա, որտեղ տենում են, որ Հայաստան դաշինքն էլ սկի չի միանում։ Այդ շարժը հիմա կա, տեսնում եք, հավաքվել են, էստի բայց շատ քիչ է, ես ասեմ, այդտեղ դադար չի լինի։ Շատ ուժեղ շարժում կձևավորվի, հենց տեսնեմ, որ ինչ-որ բան արդեն շարժվում է տեղից։ Այսինքն Հայաստան դաշինքը հիմա որ միացավ, ոգևորությունը կմեծանա այդ ձեր ասած հիասթափված ժողովրդի մոտ։ Հիմա որ տենում են նույնիսկ մեր մեջ ընդդիմության մեջ մենք իրար չենք միանում, մեկս մեկին չենք ուզում։ Վերջ-վերջո Հայաստան դաշինքը ինչի չի միանում։ Բոլորն էլ հասկանում են, չէ՞ ինչի։ Որովհետև իրանք զգում են, որ կարա հաջողի process-ով իրանք ասում են ավելի լավ ամենա Նիկոլը քան կա Սերժը։ Այս սա է վատը, հասկանում եք, իրանք պետքա գիտակցեն, որ այդ ցավները տանեմ։ Պետությունը էլ մի հատ հիշեք, ինչ վիճակում էր Նիկոլի վաղտ ու ինչ վիճակում է հիմա Նիկոլի վաղտ ու ինչ վիճակում էր ժամանակին Սերժ Սարգսյանի օրոք։ Հələ էդ էլ դնենք մի կողմ անձնական, վերցնենք անձնական, իրանք բոլոր պատգամավորներն են դուք մինչև իմ կողմից շատ հարգված Ռոբերտ Քոչյանին։ Ոնց է եղել Ռոբերտ Քոչյանի համար այն ժամանակ անձնականի համար ու ոնց է հիմա։ Ռոբերտ Քոչյանին սպառնում է, որ Բաքվի բանտում կարա հայտնվի։ Էտա չէ սպառնում։ Սա ունեցվածքը վերցնելու են հեսա իրանք ձեռքի։ Հաջորդ ընտրություններում Հայաստան դաշինքը չի անցնելու, չեն թողելու, կեղծելու են։ Նիկոլը եթե գնացին ընտրության, Նիկոլը կեղծելու է ընտրությունը, ոնց որ 18 թվականին կեղծեց հանրապետականին չթողեց մտնի պարլամենտ, հիմա էլ Հայաստան դաշինքին նաև պատիվ ունի մինել հանրապետականին չի թողելու։ Արմատական ոչ մի ընդդիմության չի թողելու որ մտնեն պարլամենտ։ Պետք է մտնեն ըստ Նիկոլի կառուցողական ուժերը, որ ասենց իրան ներվերը սենց չուտեն։ Հասկանում եք։ Այս է, ուզում եմ ասեմ, էդ ուզում նույնիսկ անձնական շահով որ վերցնես, պետք է իրանք ուզեն, որ Դավիթ Համբարձումյանը հաջողի թեկուզ գա Սերժը նորից։ Որովհետև Սերժի օրոք իրանց ոչ մեկի մազին կպնող չի եղել, էլ չեմ ասում պետության համար, որ պետության շահերը պետք է ավելի բարձր դասես, քան ասենք քո անձնական շահերը, բայց անձնականով էլ պետք է ուզեն իրանք որ հաջողի։ Իսկ ես ասում եմ Դավիթ Համբարձումյանը այն տեխնիկան իրանք էլ լավ գիտեն։ Հայաստան դաշինքի ցավը տանեն, բայց իրանք էլ են հասկանում որ կհաջողի, որ վստահ լինեին որ չի հաջողելու, կբերեին ստորագրությունը կդնեին։ Տեղի ունեցած process-ները ձեր խոսքից ստացվում է այնպես, որ արվելու համար կամ գիտեին, որ տապալվելու է եւ դիտավորյալ ժողովրդին դուրս են բերել փողոց, որովհետեւ չէ, ներողություն, բայց խնդրեմ դեմքով դեպի տեսախցիկները, որովհետեւ նախկինում էլ դուք Հայաստան դաշինքին մեղադրեցիք, գիտեն, որ հաջողելու է դրա համար հիմա չեն միանում, բայց նախկինում եղել են տարբեր process-ներ, որին հենց Հայաստան դաշինքի падգամավորները Դաշնակցականները ակտիվ մասնակցություն են ունեցել։ Այո, մասնակցություն են ունեցել։ Հիմա ինչպես ստացվեց, որ իրեն գիտեն, որ չի հաջողելու եւ նայեք տեսեք 5 տարի, այս 5 տարի, 5 տարի որ այս պայքարը գնում է, անընդհատ որ չի հաջողում, չէ, չի հաջողում ոչ մի բան։ Մենք ասում ենք Հայաստան դաշինքն է մեղավոր, իրանք էլ ասում են մեղավորը պատիվ ունեններ, դուք եք խանգարում։ Այսինքն մենք իրար հետ միշտ շարը գցել ենք մեկս մեկի վրա։ Ես չեմ ասում չեն պայքարել, բայց կոնկրետ հիմա անենց քայլը արված, այս Դավիթ Համբարձումյանի տեխնատությունը դներով, անենց քայլը արված, որ բարձրև մա կողմես թե կողմես քվեարկությունն է։ Դու մի ասա կհաջողի թե չի հաջողի, այլ չի հաջողելու, բայց դու դեմ ես դրան։ Ընդհանրապես դի գազ քվեարկես, ստորագրես, կողմես իմպիչմենտին, թե դեմ ես իմպիչմենտին, չմիանալով Հայաստան դաշինքի падգամավորները Հայաստան դաշինք թիմը ցույց տալի որ ինքը դեմ է։ Ասկի ինքը ու իրականում էլ տենց էլ եկեք տեն որ ասած ծուրը նստենք դուզը խոսանք իրանց համար ավելի լավ է որ մնա Նիկոլը էդ են իրանք ցույց տալի քան թե գա Սերժ Սարգսյանը Դավիթ Համբարձումյանն էլ դե Սերժ Սարգսյանի մարդն է չէ տեխնատունը վсё այ էս են իրանք ցույց տալիս ուրիշ տրամաբանություն ստեղ չկա վստահություն ունեք, որ Հայաստան դաշինքը եթե միանա եւ ստորագրի փաստաթղթի տակ գործող իշխանության կազմից падգամավորներ միանալու են եւ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը հաջողելու է։ Իսկ եթե չհաջողվի անգամ Հայաստան դաշինքը Եթե չհաջողի ոչ մի բան չենք կորցնում։ Ինչ է, այս նույն վիճակն է։ Բերեք փորձենք։ Բայց իմ կարծիքով կհաջողի, որովհետև իմ կարծիքն եմ ասում։ Իսկ իմ կարծիքը միշտ ճիշտ է։ Դուս եկեք ցավոք սրտի այն վատ կանխատեսումներս էլ է միշտ եղել։ Իմ կարծիքով Դավիթ Համբարձումյանը այն տեխնատունն է, որի շուրջ ԿՊ-ից էլ կգան կմիանան։
որովհետև ես անուններ չեմ կարող ասեմ, բայց ԿՊ-ում էլ կլինեն մարդիկ, որ վերջերս նայում են, չէ, ում են միանում իրանք։ Այն ում որ իրանք ողերին թշնամի են համարում, իրանք չեն միանա։ Բայց այն մարդուն, ում որ ողերին թշնամի չեն համարում, իրանք կմիանան։ Դավիթ Համբարձումյանը այն տղեն է, որ ինքը բոլորի հետ էլ ընկերություն, եթե ինչ-որ մեկ այդ ընկերություն արել է ժամանակին, այդ ընկերական հարաբերությունները չի խզել, թեկուզ եթե այսօր ինքը ԿՊ-ում լինի։ Օրինակ եմ ասում, էլի, իր շուրջ իմ կարծիքն եմ ասում, կմիանան բանակցությունների հենց միջոցով։ Մի երկու հոգի որ արդեն տեղից փոխվեն, ժողովուրդն էլ կհելնի ոտի։ Հենց ժողովուրդը զգաց, որ ստացվում է, հելնելու է ոտի։ Մեծ շարժումներ անել ու կհաջողի։